Բարև ձեզ, այսօր կխոսենք, թե ինչպես կարելի է անցկացնել ինֆորմատիկայի դասը առավել հետաքրքիր, ինտերակտիվ եւ արդյունավետ ձևով, ինչպես ներգրավել աշակերտներին եւ որ գործիքներն ու ծրագրերն են մեզ օգնում դրանում։ Ինտերակտիվ դասը դաս չէ միայն ուսուցչի խոսքի շուրջ, այն երկկողմանի գործընթաց է, որտեղ աշակերտը ոչ թե պասիվ ունկնդիր է, այլև ակտիվ մասնակից։ Ինչ մեթոդներ կիրառել։ Օրինակ, համբային նախագծեր, վիրտուալ քվեարկություն, խաղային տարրերի ներմուծում, տեսանյութերի դիտում եւ առցանց համագործակցային գործիքներ։ Կաուչը եւ քուիզը գործիքները թույլ են տալիս կազմակերպել վիկտորյաններ, հարցումներ եւ խաղեր։ Դրանք հիանալի են դասի սկզբում կամ վերջում գիտելիքը ստուգելու համար։ Padlet եւ Jamboard վիրտուալ համագործակցության գործիքներ են։ Դրանցով կարելի է կազմակերպել գաղափարների փոխանակում, մտքերի քարտեզ եւ խմբային քննարկումներ։ Canva, PowerPoint, Genially եւ WordWall հարթակները կօգնեն պատրաստել գրավիչ եւ ինտերակտիվ բովանդակություն, պրեզենտացիաներ, խաղեր, ինֆոգրաֆիաներ։ Պատրաստ եղեք ճկուն լինել, նախապես փորձեք գործիքները, ներգրավեք բոլոր աշակերտներին եւ ամենակարևորը՝ կիրառեք տեխնոլոգիան ոչ թե նորաձևության, այլև նպատակաուղղված ձևով։ Շնորհակալություն դիտելու համար, թող ձեր ինֆորմատիկայի դասերը դառնան ստեղծագործ, տեխնոլոգիական եւ հիշվող աշակերտների